աղջիկ է լինում, այս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս, ճամփա չի գտնում ու գալիս է դեմ առնում մի տնակի։ Դուռը բաց է լինում, նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա, ներս է մտնում, դու մի ասիլ, այս տնակում 3 արջ են ապրում, հերը, մերը և նրանց քոթոթը։ Այդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է 2 սենյակ, մինը սեղանատուն, մյուսը ննջարան։ Այս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրված 3 աման ապուր, առաջինը հոր ամանը մեծ է լինում, երկրորդը մոր ամանը միջակ, երրորդը քոթոթի ամանը փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի գդալ է լինում դրած մեծ, միջակ և փոքր։ Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում, հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի, հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից, տեսնում է փոքր ամանի ապուրը համով է, ուզում է նստի, տեսնում է 3 աթոռ, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր, բարձրանում է մեծ աթոռին, վեր է ընկնում, նստում է միջակ աթոռին, տեսնում է անհարմար է, նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, այնքան լավն է լինում, վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել, ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա, աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում, վեր է կենում աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը, մյուս սենյակում 3 մահճակալ է լինում, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր, պառկում է մեծ մահճակալի վրա, տեսնում է շատ է լեն, միջակի վրա է պառկում, տեսնում է շատ է բարձր, փոքրի վրա պառկում, տեսնում է հենց իրենն է, որ կա ու քնում է, արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն, հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում. «Էս ո՞վ է կերել իմ ամանից»։ Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում. «Էս ո՞վ է կերել իմ ամանից»։ Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծմրում է. «Էս ո՞վ է կերել իմ ապուրը»։ Հերը նայում է իր աթոռին ու գոռում. «Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաշ տվել»։ Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում. «Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաշ տվել»։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծմրում է. «Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել»։ Մտնում են մյուս սենյակը, հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում. «Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել»։ Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում. «Էս ո՞վ է պառկել իմ անկողնի վրա ու տրորել»։ Քոթոթն է նայում իր անկողնին ու ծմրում. «Էս ո՞վ է պառկել իմ անկողնում»։ Հանկարծ աղջկանը նկատում է ու այնպես ճխում, կարծես թե մորթում էին իրեն. «Էս ո՞վ է, գտել եմ, հրես, բռնեցեք, վայ, բռնեցեք»։ Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է պառկած է իրենց տանը, իր ննջարանում ու այս բոլորը երազ է եղել։